ինչպես նախորդ այսօր էլ այստեղ եք, ինչ ակնկալիքով այս անգամ հաշվի առնելով նաև ոստիկանական այս մեծաթիվ ուժերը, ինչ սպասել։ Փաշինյանական արդարադատությունից բնականաբար որևէ սպասելի կամ ակնկալիք չունեմ։ Մեր խնդիրն է այստեղ լինելու, աջակցելու Տիգրանին, ով խոշտանգվել է այս համակարգի կողմից, իսկ նա բառից բուն իմաստով համակարգի կողմից է խոշտանգվել, անկախ նրանից, որ դեպքը տեղի ունեցել ոստիկանության բաժանմունքում, բայց դրանից հետո հետևած պրոցեսները քննչականի, դատախազության լուր լռության, լոյալության պայմանները ըստ էության ցույց է տալիս, որ Տիգրանը ըստ էության խոշտանգվել է համակարգի կողմից։ Երեք տեղ ունեցած պրոցեսները, այս նույն քննչականում կամ քննչական դիմաց ցույց տվեցին, որ իշխանությունը առանձնապես որևէ ցանկություն չունի այս գործի հետ կապված որևէ միջամտություն իրականացնելու, որովհետև իրենք կարծում են, որ ցանկացած քայլ, որտեղ հանրային պահանջը կարող է իրացվել կամ հանրային պահանջի պարագայում որևէ հարց լուծել, նրանք համարում են, որ դա կարող է դիտվել իրենց համար որպես թուլություն։ Եվ դրանով պայմանված այն միջամտությունը, որոնք պետք է ունենա քննչականը, դատախազությունը, յուրաքանչյուրը իր մասով, բնականաբար դա տոտալ ձևի բացակայում է։ Մի հանգամանք էլ այստեղ կա, մենք ունեցել ենք իրավիճակներ նույն իշխանության պայմաններում, երբ որ սկզբնական շրջանում փորձել են ցույց տալ, թե պրոցես է գնում, դրան իրավական գնահատական է հնչեցրել, բայց գործը քննեցրել են, անցել է 4-5 ամիս, դրա նկատմամբ հանրային, այսպես ասեմ, հմբոստությունը կամ աժոտաժը ընկել է, եւ հետո պարզվել է, որ այդ գործը ամբողջությամբ փակվել է։ Օրինակ նույն Սամվել Վարդանյանի հետ կապված, օրինակ որևէ մեկը հիմա գիտի, թե դա ինչ է կատարում, բացի միգուցե 1 տասնյակ մարդկանցից, ովքեր ամենօրյա ռեժիմով նրա հետ առնչվում են։ Այսինքն մեր պատմության մեջ տեղի ունեցել մի բան, որը ամենածանր օրերին նորագույն պատմության մեջ տեղի չէր ունեցել։ Ոստիկանության պահպանության տակ գտնվող հանձի նկատմամբ եղել էր հարձակում, նրա նկատմամբ գործողություններ էին իրականացել, որոնք նորմալ իրավական երկրում չէին իրականացել, բայց դրանից հետո որևէ բան տեղի չունեցավ, եւ այն մարդիկ, ովքեր պետք է բաժվեին եւ ակնհայտ էր, թե ովքեր են, չբաժվեցին։ Հիմա նույնը այս գործին է վերաբերում եւ քննչականը դատախազությունը ես համոզված եմ, որ քաղաքական իշխանությունից ուղիղ ունեն հանձնարարական, որպեսզի այս գործով վարվեն այնպես, ինչպես իրենք են նպատակարար համարում։ Պարոն Աբրահամյան, նայեք, երեք մի կողմից աջակցությունն էր Տիգրան Ուլուբաբյանին, մյուս կողմից իշխանական եւ նրանց սատելիտ շատ ուժերի կողմից պահպանվում էր ենթադրելի լռություն, ոչինչ չէր ասվում, անգամ այն մարդկանց կողմից, որոնք մինչեւ 2018-ը ճչում էին անարդարությունների մասին, բայց նաեւ կային դեմքեր, իշխանական սատելիտներ, որոնք փաստացի օգտագործել էին միջադեպը նորից անջրպետ ստեղծելու Արցախ, Հայաստան այս միասնության միջև, թեև այստեղ հենց անգամ ինքը Տիգրան Ուլուբաբյանն ու նրա փաստաբանը խուսափում էին դա այդ գործոնով պայմանավորել Տիգրանի խոշտանգումը, ամեն դեպքում մի բլոգեր, որը հայտնի է նմանատիպ գրառումներով, օրինակ գրել է, որ Ղարաբաղցիների հանցախումբը հատուկ գործի է դրել Ղարաբաղցի հանցագործների նախկին, որպեսզի այստեղ գնա անկարգությունների եւ այլն, այս տիպի գրառումներին ինչպես եք վերաբերվում։ Այն, որ այդպիսի գրառումները կամ այդպիսի քարոզչական գիծը խրախուսում եւ ողջունում է իշխանության կողմից, դա մենք դրա ականատես ենք եղել տարբեր իրավիճակներում, դա արտահայտված է եղել նաեւ այս քաղաքական իշխանության առաջին դեմքի կողմից եւ այլն։ Ես ինքս երեք էլ եւ այսօր էլ չեմ փորձի որևէ խտրականություն դնել արցախցիների կամ առավելևս Հայաստանում ապրող կամ Հայաստանում ծնված որևէ քաղաքացու իրավունքների խախտման հետ կապված, բոլորն են մեր հայրենակիցներն են եւ պետք է բոլորն էլ հավասարապես պաշտպանված լինեն օրենքով, բայց գիտեք, մենք գործ ունենք մի իշխանության հետ, որի պարագայում խախտվում է նաեւ մեր լրագրողների, լրատվամիջոցների իրավունքները, դուք բոլորդ ոչ միայն մասնակից եք եղել, այլ շատերդ նաեւ դժվել եք այդ իշխանական գործողությունների հետևանքով։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանության համար իրավապահ համակարգը ոչ թե խնդրի ունի ներքին անվտանգության ապահովման գործառույթ իրականացնելու կամ յուրաքանչյուրի իր մասով ներքին անվտանգային խնդիրներ լուծելու, արդարադատություն հաստատելու, այլ ամբողջական կառուցվածք է մի համակարգ, որը բացառապես ունի մեկ նպատակ՝ նպաստել այս իշխանության վերարտադրությանը եւ ցանկացած գնով պաշտպանել այս իշխանությանը կամ դրա տարբեր դեմքերին։
Հերիք չի մի դեպք լիներ, որ որևէ ձևով առնչվել այս իշխանության որևէ ներկայացուցիչ, դուք գիտեք միանգամից թե պետական ապարատը ինչպես կաշխատեր, նույն Սամվել Վարդանյանի դեպքում մենք տեսանք, թե դա ինչ տեղ ունեցավ, ձերբակալություններ տեղ ունեցավ, դատական իստեր, կալանավորումներ եւ այլն։ Այսինքն մենք գիտենք իշխանությունը երբ է արձագանքում, երբ որ տեսնում է վտանգ իր նկատմամբ, իսկ այդ վտանգի նկատմամբ տեսնում է այն ժամանակ, երբ որ տեսնում է, որ քաղաքացին պահանջատեր է, երբ որ տեսնում է, որ քաղաքացին ի տարբերություն շատերը եւ իրենց նմաններին շարունակում է իր ձայնը բարձրացնել, շարունակում է պայքարել եւ բնականաբար իրենց համար ամենամեծ խնդիրը հենց այդտեղ է առաջանում, դեռ չեմ խոսում փողոցային տարբեր քաղաքացիական կամ քաղաքական դրսևորումների մասին։ Այնպես որ այս իշխանությունը այս իրավիճակում փորձելու է մաքսիմալ ձևով ազդանշալ տալ իր բոլոր համակարգերին, շարունակելու այն քաղաքական գիծը, որը իջեցված էր եւ որին մենք ականատես ենք եղել տարբեր քաղաքական միջոցառումների ժամանակ։ Ամեն դեպքում կարմիր գիծ չէ, արդյոք գործոնը, որ Տիգրան Ուլուբաբյանը պատերազմների մասնակից է, Տիգրան Ուլուբաբյանն ունի զոհված հարազատներ, Տիգրան Ուլուբաբյանը Արցախից բռնի տեղահանված է, նաև այս իշխանությունների ուղիղ անգործության հետևանքով, ոչ թե գործողությունների։ Գիտեք, կարմիր գիծ է բոլոր նորմալ մարդկանց համար։ Դա իմ համար կարմիր գիծ է, դա ձեր համար կարմիր գիծ է, դա կարմիր գիծը այստեղ հավաքված կամ մեր հանրապետության տարբեր վայրերում կամ Սփյուռքում գտնվող շատ հայերի համար, բայց այս իշխանության համար որևէ կարմիր գիծ չկա որևէ բարոյականության սահման, որից այն կողմ կհամարեն որևէ process հատված կամ չհատված։ Այս իշխանությունը իր ողջ գործիքակազմով պայքարել եւ պայքարում է իր մեջ չներով որևէ տրամաբանություն եւ ոչինչի առաջ երբեւե կանգ չի առնելու, որովհետեւ կրկնում եմ, ունի մեկ խնդիր, ունի մեկ նպատակ՝ պահպանել իշխանությունը ամեն գնով եւ այն այլանդակությունները, որոնք ամենօրյա ռեժիմով մենք տեսնում ենք ամենատարբեր ուղղություններում, սկսած Գյումրի ընտրություններով, վերջացած մարդու իրավունքների խախտումներով, որի հետ մեր քաղաքացիները ամեն օր առնչվում են, ըստ էության սա ցույց է տալիս, որ այս իշխանության համար դա ոչ միայն կարմիր գիծ չէ, այլ հստակ քաղաքական գիծ է, որից այս կողմ կամ այն կողմ բոլորը ստանում են քաղաքական հանձնարարություն եւ շարժվում են այդ ուղղությամբ։ Պարոն Աբրահամյան, ներողություն, չեմ կարող նաև չարադառնալ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Երեք Նիկոլ Փաշինյանը գրառում արեց այն բանից հետո, երբ հայտարարել են, որ պատրաստ է ստորագրման խաղաղության համաձայնագիրը, նաև իր գրառման մեջ նշել էր, որ Պաշտպանության նախարարությունը իր հանձնարարականը հստակ է չխախտել հրադադարի ռեժիմը եւ պահպանել խաղաղությունը։ Մենք գնում ենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։ Ինչ իրենից ենթադրում կամ ինչ հասել է հրադադարի ռեժիմը չխախտել, այսինքն եթե Ադրբեջանը կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ, այդ դեպքում հայկական զինված ուժերը ուղղակի պետք է նայի սահմանի երկայնքով, ինչ է տեղի ունենում։ Նախ մարտական կանոնագրքերն են սահմանում, թե առաջնագծում կանգնած զինծառայողը ոչ միայն առաջնագծում մարտական հերթապահության մեջ գտնվող անձնակազմերը այս կամ այն իրավիճակում ինչպես պետք է վարվեն։ Ավելին ասեմ, 21-22 թվականին, երբ որ բանավոր հրամաններ էր հնչում չկրակելու եւ որոշ անձնակազմեր տարբեր առաջնագծի ուղղություններով չէին կրակել, հետագայում դա դարձավ քրեական գործեր, մարդիկ դատարաններում քարշ են գալիս եւ որևէ ձևի չեն կարողանում ապացուցել, որ եղել է բանավոր հանձնարարություն կամ փոխանցվել է քաղաքական իշխանության հանձնարարությունը, որովհետեւ նույն դատարաններում նրանց դեմն է բերում այն մարտական կանոնագրքերը, որոնք սահմանում են թե զինծառայողը այս կամ այն իրավիճակում ինչպես պետք է վարվի։ Հիմա ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ինչ է այսօր տեղի ունենում։ Փաստացի Ադրբեջանը հասել է առաջին փուլով այդ 7 դրույթներով նախատեսված իր պահանջների կատարմանը, կա փաստաթուղթ, որը ստորագրված չի, բայց համաձայնեցված է։ Հիմա կա հաջորդ համախումբը այդ նախապայմանների, առանձնացված դրանից այսպես կոչված միջանցքային տրամաբանության խնդիրն է, Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցն է, Հայաստանի ապառազմականացման հարցն է, Մինսկի խմբի ձևաչափի լուծարմանը եւ այս հարցերի խումբը շարունակվում է։ Ես ուզում եմ նաեւ ձեր ուշադրության ներկայացնել այն հանգամանքը, որ միաժամանակ վստահ եմ, որ դուք եք տեղյակ, որ տարբեր փուլերում եղել են նախապայմաններ, բայց ժամանակն է ցույց տվել, որ դրանք աստիճանաբար աճել են եւ որքան Հայաստանի իշխանությունը զիջողականություն է դրսեւորել եւ որքան պատրաստակամություն է դրսեւորել այս կամ այն պահանջը կատարելու, Ադրբեջանը դրանից հետո անընդհատ ընդլայնել է այն պահանջները, որոնք այսօր էլ կախված են Հայաստանի գլխին։ Հիմա տեղի ունենում շանտաժի քաղաքականություն, Ադրբեջանը փորձում է
պատերազմի խաղակարգ օգտագործել, վախ ստեղծել հանրության մեջ, իմիջիալոց շատ փուլերում նաև Հայաստանյան իշխանությունն է օգտվում այդ խաղակարգից եւ փորձում է սեփական ժողովրդին վախեցնել պատերազմով, դա եղավ նաև նախորդ տարի Կիրանցի դեպքերի հետ կապված, այո, եւ այս գործոնները շանտաժի, որը այսօր կիրառում է Ադրբեջանի կողմից հաջորդ համախումբ պահանջների կատարմանը հասնելու համար։ Այս իրավիճակում մեկ այլ կարևոր հարց է առաջանում, սա կարող է արդյոք բերել լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Իմ գնահատմամբ սա ավելի շատ իր հետ կարող է բերել լոկալ գործողությունների, եթե նրանք տեսնեն, որ շանտաժի չափականակը չի աշխատում հասարակության վրա, ապա մեր փուլում դա կարող է բերել ուղղությամբ տեղային մարտերի, ոչինչ բան չէ։ Եվ Ադրբեջանը այսպիսի դրսևորումներով մի քանի անգամ աչքի է ընկել եւ տարբեր փուլերում նաեւ առաջնագծում իր դրսևորումը սա ստացել է։ Հիմա ամենակարևոր հարցը, արդյոք Հայաստան ունի հնարավորություն այս ամեն ինչից դուրս գալու առումով։ Ես կարծում եմ, որ այս իշխանության պայմաններում, ում արտաքին քաղաքական կուրսը, անվտանգության ուղղությամբ քաղաքականությունը վաղուց արդեն պայթել է, բնականաբար այս իրավիճակում մեր իշխանությունը այլևս չունի իմունիտետ, չունի կենսունակություն, չունի հնարավորություն այս իրավիճակից դուրս գալու համար։ Իշխանությունը կատարել է իր զիջումների ողջ ծավալը, բայց դրանով չի կարողացել ոչ խաղաղություն բերել, ոչ էլ Հայաստանի Հանրապետության համար կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովել։ Իսկ ինչ է անում ընդդիմությունը, որ այս իշխանությունը չշարունակի իր գործունեությունը։ Գիտեք, բոլոր նորմալ իրավիճակներում բնականաբար այն ուժերի, որոնք իրականում ընդդիմություն են, որովհետև Հայաստանում կան ուժեր, որոնք ներկայում են ընդդիմություն, բայց մեծ առումով նրանց վարքագիծը ցույց է տալիս, որ իրականում արբանյակ ուժեր են, որոնք սպասարկում են իշխանությանը։ Ընդդիմությունը այս տարիների ընթացքում եւ փողոցում, եւ խորհրդանում, եւ այլ ֆորմատներով մի քանի անգամ փորձել է տարբեր շարժումների միջոցով հնարավորություն ստեղծել Հայաստանում քաղաքական փոփոխությունների իրականացման։ Առ այս պահը չի հաջողվել հասնել այդ կետին եւ ես կարծում եմ, որ մինչեւ 26 թվականը իշխանությունը կամ իշխանության ներողություն ընդդիմությունը կամ ընդդիմության այն հատվածը, որը հակված է թույլ չտալու այս իշխանություններին գնալու հաջորդ իրենց հանգրվանային փուլում պետք է ամեն ինչ անի մինչև 26 թվականի ընտրությունը եկում քաղաքական փոփոխությունների հասնելու համար։ Պետք է օգտագործվեն կամ կիրառվեն բոլոր այն մեթոդները, որոնք կամ դեռևս այս պահին իշխանության համար տեսանելի չեն եղել, այսինքն ոչ ստանդարտ միջոցներ, որովհետև այն ամենը այն ինչ որ մնացածի համար եղել է միանգամայն տեսանելի եւ չի աշխատել, բնականաբար այդ նույն մեթոդներով իշխանության փոփոխություն իրականացնել պարզապես հնարավոր չէ։ Շնորհակալ եմ։